Գիրք Զաքարիա, գլուխ 12։ Տիրոջ խոսքի պատգամը Իսրայելի մասին։ Ասում է Տերը, որ տարածում է երկինքը, և հիմնում է երկիրը, և ստեղծում է մարդի հոգի նրա միջումը։ Ահա ես Երուսաղեմը թմրության բաժակ եմ շինելու բոլոր շրջակա ազգերի համար, և Հուդայի վրա էլ պիտի լինի Երուսաղեմի պաշարման ժամանակին։ Եվ պիտի լինի, որ այն օրը ես Երուսաղեմը ծանր քար եմ շինելու բոլոր ազգերի համար։ Ամեն նրան բարձրացնողները պիտի անպատճառ ջարդվին, և նրա վրա պիտի ժողովին երկրի բոլոր ազգերը։ Այն օրը, ասում է Տերը, պիտի ամեն ձի զարկեմ սոսկումով, և նրա հեծյալին գիժությունով, իսկ Հուդայի տան վրա պիտի բանամ աչքերս, և ժողովուրդների բոլոր ձիերը պիտի զարկեմ կուրությունով։ Եվ Հուդայի տոհմապետները պիտի ասեն իրանց սրտումը. «Ինձ համար զորություն են Երուսաղեմի բնակիչները իրանց զորած Տեր Աստծովը»։ Այն օրը ես Հուդայի տոհմապետներին պիտի շինեմ կրակի վառարանի պես փայտերի մեջ, և կրակի ջահի պես որաների մեջ, և նրանք պիտի ուտեն աջ ու ձախ բոլոր շրջակա ժողովուրդներին, և Երուսաղեմը դարձյալ իր տեղը պիտի բնակվե Երուսաղեմումը, և Տերը պիտի փրկե առաջ Հուդայի վրանները, որպեսզի չհպարտանա Դավիթի տան պարծանքը, և Երուսաղեմի բնակչի պարծանքը Հուդայի վրա։ Այն օրը Տերը պիտի պաշտպանե Երուսաղեմումը բնակողին, և նրանց միջի դյուրագայթոտը այն օրը Դավիթի պես պիտի լինի, և Դավիթի տունը Աստծո պես, Տիրոջ հրեշտակին պես նրանց առաջին։ Եվ պիտի լինի այն օրը, որ ես պիտի ջանամ փչացնելու այն բոլոր ազգերը, որոնք կգան Երուսաղեմի վրա, և պիտի թափեմ Դավիթի տան վրա, և Երուսաղեմումը բնակողի վրա շնորհքի և աղոթքի հոգին, և նրանք պիտի մտիկ տան ինձ, որին խոցեցին, և սուգ պիտի անեն նրա վրա միամորի սուգի պես, և պիտի ցավեն նրա վրա, ինչպես որ անդրանքի վրա կցավեն։ Այն օրը սուգը մեծ պիտի լինի Երուսաղեմումը, ինչպես Ադատ Ռիմոնի սուգը Մակեդովի դաշտումը, և երկիրը պիտի սուգ անե, ամեն մի ազգատոհմը առանձին, Դավիթի տան ազգատոհմը առանձին, և նրանց կանայքն առանձին, Նաթանի տան ազգատոհմը առանձին, և նրանց կանայքն առանձին, Ղևիի տան ազգատոհմը առանձին, և նրանց կանայքն առանձին, Սեմեի ազգատոհմը առանձին, և նրանց կանայքն առանձին, բոլոր մնացյալ ազգատոհմները ամեն մեկն առանձին, և նրանց կանայքն առանձին։